Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի։ Հայաստանի կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող չհարկվող եկամուտների տեսակները և շեմերը։ Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն առաջին ստացվող վարկերի գումարները առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող անձանցից փոխանցած միանվագ մինչև 1 միլիոն դրամ գումարները, Հայաստանի ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգևները, գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները, ինչպես նաև դրա շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար կամ օգտին կատարվող ապահովագրավճարները, մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը, յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50,000 դրամը չգերազանցող չափով, ժառանգության և կամ նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը, դրամական միջոցները, ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 միլիոն դրամը ներառյալ չափով անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները, սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը ներառյալ ստացվող եկամուտները, բացառությամբ Հայաստանի հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի առաջին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի օտարումից ստացվող եկամուտների։